Սովորաբար ծնողները մտածում են, որ երեխեքին պիտի պաշտպանեն անծանոթներից, տարօրինակ արտաքինով ու վարքով մարդկանցից, արի մեքենայի մոտ կանֆետ կտամ ձյաձյաներից, բայց եթե նայենք վիճակագրությանը, երեխեքի համար ամենավտանգավոր այն մարդիկ են, ում ճանաչում ու վստահում են ամենաշատը։ Երբ որ ծնողը երեխուն ուղարկում է դպրոց, մտածում է, որ գնում է կրթություն ստանալու, մտածում է, որ այս երեխեքը տարբեր ընտանիքներից են գալիս ու տարբեր բնավորություններ ունեն, մեկի հետ ավելի մոտ կլինեն, մյուսի հետ այդքան էլ չէ։ Մեկի հետ անդադ կկռվեն, մեկին կնեղացնեն, մյուսին իրանց կնեղացնի, բայց այս ամեն ինչը վերահսկվում է, որովհետև դասարանում կա ուսուցիչ։ Մանկավարժի ուսերին շատ մեծ բեռ է դրված, որովհետև իրանց գործը չի սահմանափակվում ընդամենը գրքի բովանդակությունը բացատրելով։ Բուն աշխատանքից բացի իրանք էլի շատ բան են անում։ Երբ որ ձեր երեխան դպրոցով վատ է զգում, մինչև ձեզ տեղեկացնելը առաջինը իմանում է ուսուցիչը։ Հասկանում է, որ իր դրած գնահատականները շատ հաճախ կախված է լինում ձեր երեխու ապագան։ Ուսուցչի միջոցով ձևավորվում է ձեր երեխու աշխարհայացքը ինչ-որ չափով ու էլի շատ բաներ։ Բայց ինչ է լինում, երբ մանկավարժը դպրոց մտնում է ուրիշ նպատակներով։ 30 տարեկան անգլերենի ուսուցիչը սիրահարվել էր 7 տարեկան աշակերտին։ Խոսում ենք Ամերիկայի պատմության մեջ ամենաշոկային դպրոցական սկանդալի մասին։ Բարի գալուստ Case Closed, որտեղ շատերի խնդրանքով հին ֆորմատը վերադառնում է, դրա համար խոսում ենք մարդասպանների, սերիական մարդասպանների, դաժանության, դատերի ու պարանորմալ երևույթների մասին։ Այս պատմության մեջ բարեբախտաբար ոչ ոք չի մահացել, եթե առաջին անգամ չեք տեսնում, գիտեք ինչ եմ ասում, բայց քննարկվող թեման ամեն դեպքում նախատեսված չի զգայուն մարդկանց ու անչափահասների համար։ Այս պատմությունը մի քանի տարի առաջ եմ լսել, երբ դեռ նման պատմություններ շատ չկային ու կային, բայց ես չէի լսել։ Վերջին տարիներին նման դեպքերը բավականին հաճախ են լինում, բայց սա ուրիշ է։ Ինձ չի թվում, որ երբևէ նման բան նորից կլինի, հուսամ չի լինի, բայց զզվելի է, իրոք զզվելի է։ Հետո չասեք չէր զգուշացրել, եթե պատրաստ եք անցնում ենք առաջ։ Մերի Քաթրին Շմիթը ծնվել էր 1962 թվականի հունվարի 30-ին Կալիֆոռնիայի Թաստին քաղաքում։ Ծնողները Ջոն Շմիթն ու Մերի Սյուերն էին, քանի որ աղջիկն ու մայրը նույն անունն ունեին, աղջկան ասում էին Mary Kay։ Մերին ընտանիքի 4-րդ երեխան էր 3 տղաներից հետո, բայց վերջինը չէր։ Մերիից հետո ծնվում են 2 քույր ու 1 եղբայր։ Ընտանիքը շատ ավանդապաշտ էր։ Ծնողները հստակ ապրելակերպ ունեին, որով պիտի ապրեին նաև իրենց երեխեքը։ Մայրը մտածում էր, որ կնոջ դերը հասարակության մեջ լավ կողակից ու լավ մայր լինելն է։ Տունը միշտ մաքուր էր, խնամված էին ու կուշտ, բայց նաև ասում էին, որ սառը կիներ ու երեխեքը երբեք իրանից ջերմություն ու սեր չեն ստացել։ Հայրը Ջոնը Մերիի ծնվելուց հետո 7-րդ երկնքում էր։ Ծնված օրվանից աղջկան շատ էր սիրում, ինքն էլ հորը։ Ինչ-որ ժամանակ համալսարանում էր աշխատում, քաղաքագիտություն էր դասավանդում, բայց հետո դուրս է գալիս ու որոշում է, որ անձամբ պիտի մտնի քաղաքականության մեջ։ Ջոնը ու ամբողջ ընտանիքը շատ ավանդապաշտ էին։ Ամեն շաբաթ ստաբիլ գնում էին եկեղեցի, անդադ խոսում էին կնոջ ու տղամարդու տարբեր բնույթների մասին, սիրում էին կանոններ, երեխեքի հետ խիստ էին ու այս ամեն ինչը փոխկապակցված էր իրանց քաղաքական տեսակետերի հետ։ Դրա համար, երբ որ Ջոնը մտավ քաղաքականության մեջ ու սկսեց քարոզել այս գաղափարները, շատերը համաձայն էին, հատկապես որ կարողանում էր ճիշտ խոսել ու բացատրել, թե ինչի այս ամեն ինչը իրանց պետք ու թե ինչի է ինքը իրանց համար ամենաճիշտ առաջնորդը։ Սա իրական զարմանալի չի, որովհետև ինչքան էլ որ ազատ է թվում Ամերիկան, իրանք ունեն աշխարհի ամենամեծ թվով քրիստոնյաները, որ ապրում են նույն երկրում։ Այսպես սկզբում ընտրվում է որպես Կալիֆոռնիա նահանգի պետական օրենսդիր, ինչից հետո պայքարում է ԱՄՆ ներկայացուցիչների պալատի անդամ դառնալու համար ու նորից հաղթում։ Կապիտոլիումը ԱՄՆ-ի կոնգրեսի շենքը գտնվում է մայրաքաղաքում, իսկ իրանք ապրում էին երկրի հակառակ կողմում, դրա համար երբ որ ընտրվում է, Ջոնը երեխեքին ու ընտանիքին վերցնում է ու տեղափոխվում Վաշինգտոն DC։ Մերիից հետո վերջին 3 երեխաները արդեն այստեղ են ծնվում։ Բոլորը Ջոնին գիտեին որպես կոնսերվատիվ քաղաքական աջ թևի ներկայացուցիչ ու ընտանիքը, որ գնալով ավելի էր ընդլայնվում։ Երեխեքը կրթված էին, աստվածավախ ու միշտ խնամված, դարձել էին Ջոնի քաղաքական աշխարհայացքի մարմնավորումը։ 1972 թվականին Ջոն Շմիթը թեկնածություն դրեց նախագահական ընտրությունների ժամանակ, բայց հաղթեց Ռիչարդ Նիքսոնը ու դարձավ ԱՄՆ-ի 37-րդ նախագահը։ Ընտրություններից հետո ընտանիքը վերադառնում է Կալիֆոռնիա, Ջոնը վերադառնում է նախկին աշխատանքին որպես նահանգի օրենսդիր։ Ֆինանսապես բավականին լավ վիճակում էին գտնվում, չնայած որ ընտանիքի միակ աշխատողը հայրն էր։ Կալիֆոռնիա վերադառնալուց հետո մեծ տուն էին գնել, որովհետև
ընտանիքն էլ արդեն ավելի մեծ էր, քան մինչև նահանգը լքելը, ու այս տանը նաև մեծ լողավազան կար։ Ամեն ինչ կատարյալ էր առաջին հայացքից։ Բոլորը միշտ նայում էին այս մարդկանց ու երազում, որ իրանք էլ մի օր նման ընտանիք, աշխատանք ու տուն կունենային։ Բայց իհարկե ամեն ինչ երբեք նույնը չի մնում։ 1978 թվականի օգոստոսի 11-ին շմիցները խնջույք էին կազմակերպել, հրավիրել էին բոլոր գործընկերներին, հին ու նոր ծանոթներին, ու քանի որ անընդհատ բոլորը աչու ձախ էին գնում, հատկապես Մերին ու Ջոնը, մայրը աղջկան Մերիին, որ այդ ժամանակ 11 տարեկան էր, ասում է, որ 3 տարեկան եղբորը Ֆիլիպին ուշադիր լինի։ Շմիցների երեխեքից մի քանիսը ու նաև հյուրերից շատերը լողավազանում էին ու մի պահ, որ Մերին ուշադրություն չի դարձնում, Ֆիլիպը սկսում է խեղդվել։ Չնայած որ այդքան մարդ կար, ոչ ոք չնկատեց ու կյանքը չկարողացան փրկել։ Ֆիլիպը մահացավ, ինչի համար մայրը միշտ Մերիին էր մեղադրում։ Ընտանիքը իհարկե շատ ծանր ա տանում տղայի կորուստը, բայց կյանքը շարունակվում էր։ Երեխեքը դպրոց էին գնում, կենտրոնացած էին կրթության ու հոբիների վրա, մայրը տնային գործերով էր զբաղված, հայրն էլ աշխատում էր։ Մերին կաթոլիկ դպրոց էր գնում, որ նախատեսված էր միայն աղջիկների համար, որովհետև ծնողները չէին ուզում, որ իրանց երեխեքը դասերի փոխարեն կենտրոնանային հակառակ սեռի ներկայացուցիչների վրա, բայց Մերին դեմ չէր այդ խստությանը։ Ծնողների, հատկապես հոր ասածը իր համար օրենք էր, որովհետև միշտ ամեն ինչ ճիշտ էին անում։ Բայց երբ աղջիկը 15 տարեկան էր, մի բան եղավ, որ ստիպեց հորից հիասթափվել։ Պարզվեց, որ Ջոնը կնոջը դավաճանում էր նախկին ուսանողներից մեկի հետ, իսկ եթե հիշում եք, դասախոս աշխատել էր շատ տարիներ առաջ։ Այդ կնոջը հետո նորից չէր հանդիպել։ 10 տարի կապի մեջ են եղել ու 2 երեխա ունեն։ Ու գիտեք ոնց է բացահայտվել։ Ոնց որ բամբասելուց լինեմ։ Այդ կին երեխեքին ուշադրություն չէր դարձնում։ Անտեսում էր այն դեպքում, որ փոքր էին ու իրա կարիք ունեին, ինչը հանցագործություն է։ Եթե քո խնամակալության տակ անչափահաս կա, դու ունես որոշակի պարտականություններ, որոնք չկատարելու դեպքում քրեական պատասխանատվություն է հասնում։ Ձերբակալում են Ջոնի սիրուհուն ու հարցնում, թե ով է երեխեքի հայրը, ինքն էլ ասում է։ Այսպես բոլորը իմանում են, որ Ջոն Շմիցը այն նույն ընտանիքին նվիրված տղամարդը, բազմազավակ հայրը, որ ամբողջ կարիերան հատկացրել էր ավանդական ասուն նվիրված ընտանիք ստեղծելու ու պահպանելու գաղափարը քարոզելուն, այդ ամբողջ ընթացքում բոլորի մեջքի հետևում փչացնում էր իր սեփական ստեղծած ավանդական աստծուն նվիրված ընտանիքը։ Դրանից հետո շատ բան փոխվեց։ Ամեն ինչ փոխվեց։ Կինը փոքր աղջիկներին վերցրեց ու տեղափոխվեց ուրիշ նահանգ, ինչ որ տնակ էր գտել, որտեղ ժամանակավոր ապրում էին, մինչև կհասկանար, թե ինչ կարող է անել։ Ջոնը իհարկե կորցրեց աշխատանքը, կորցրեց կարիերան, որովհետև ելով էր իրան լսելու ու հավատար ասածներին, եթե ինքը իր ասածներին դեմ էր գնում։ Փորձում էր դպրոցներում, համալսարաններում աշխատանք գտնել ու ինչ որ ժամանակ այդպես ապրում է։ Ինչ որ պահի միանում են, չգիտեմ ոնց ու ինչի, բայց նորից սկսում են միասին ապրել, բայց իհարկե էլ առաջվանը չէր։ Մերին, որ միշտ աստվածացրել էր հորը ու երբեք կամքին հակառակ չէր գնացել, սկսում է որոշումները ավելի ինքնուրույն կայացնել։ Աղջիկների կաթոլիկ ավագ դպրոցն ավարտելուց հետո ծնողները ուզում էին, որ էլի նման ինչ-որ համալսարան գնար, բայց հրաժարվում է։ Ընդունվում է Արիզոնայի պետական համալսարան, մանկավարժության ֆակուլտետ։ Կալիֆոռնիայից տեղափոխվեց Արիզոնա։ Կյանքում առաջին անգամ էլ ծնողների հսկողության տակ չէր, ու քանի որ արդեն կյանքի բոլոր որոշումները ինքն էր կայացնում, սկսում է ապրել այնպես, ինչպես ինքն էր ուզում։ Գնում է խնջույքների, սկսում է ալկոհոլ օգտագործել, սկսում է հանդիպել տղաների հետ առանց լուրջ նպատակների։ Այս տղաներից մեկը Ստիվ Լաթորնան էր, ինչ որ ժամանակ հանդիպում էին, բայց երբեք ոչ մի լուրջ նպատակ չեն ունեցել։ Մտածում էին, որ դա հավես է, ուղղակի լավ ժամանակ են անցկացնում, բայց ամենաուշը մինչև համալսարանը ավարտելը հաստատ կբաժանվեն։ Բայց ամեն ինչ փոխվեց, երբ Մերին հղիացավ։ Այս ընթացքում ճիշտ է ծնողների հետ այնքան կապված չէր, ինչքան մինչև Ջոնի դեպքերը, բայց ամեն դեպքում իր ծնողներն էին, անընդհատ կապի մեջ էին։ Երբ որ իմացան, որ հղի էր, ասացին, որ ուզի թե չուզի, Ստիվի հետ պիտի ամուսնանա։ Ստիվի ծնողներն էլ նույն բանն են ասում։ Մերին, որ դեռ նոր էր 20 տարեկան դարձել, մի օր իր կյանքն ավայելում նոր գտած ազատությունը ու այս ժամանակավոր բոյֆրենդին, իսկ հաջորդ օրը պարզվում է, որ այս ժամանակավոր բոյֆրենդը իրականում ժամանակավոր չի։ Ամբողջ կյանքը ստիպված է լինելու իր հետ ապրել ու դրան գումարած նաև մայր է դառնալու։ 1984 թվականի հունիսի 30-ին տեղի ունեցավ հարսանիքը։ Ամեն ինչ ավանդական ձևով, կարգով, կանոնով, միակ բանը, որ ավանդական չէր, այն էր, որ հարսը 4 ամսական հղի էր։ Մերի Քեթրին Շմիցը դարձավ Մերի Քեյ Լաթորնո, եթե Google եք անում, սովորաբար երկրորդ անունով են ներկայացնում։ Ստիվը Ալյասկայից էր։ Հարսանիքից հետո երկուսն էլ համալսարանից դուրս են գալիս ու տեղափոխվում են տեղ, որ Ստիվի ծնողների մոտ լինեն։ Ծնվում է տղան, Ստիվ Ջունիորը։
Հայրը աշխատանքի անցնում օդանավակայանում ու գործը հիմնականում ճամպրուկների հետ առանձնացնում էին ըստուղությունների, ստուգում, տեղափոխում եւ այլն։ Քանի որ Մերին նոր էր ծննդաբերել ու երեխան շատ փոքր էր, որ աշխատեր, Ստիվը միանգամից 2-3 հերթափոխ ա վերցնում, որ հասցնեն։ Միշտ հոգնած էր, տանը շատ քիչ էր լինում, իսկ եղած ժամանակ կամ քնած էր կամ քունն էր տանում, ինչը իհարկե ամուսնության մեջ սկսում ա խնդիրներ առաջացնել։ Չնայած դրան, առաջին տղայի ծնվելուց հետո Մերին ու Ստիվը ունենում են էլի 3 երեխա։ Մեկ տարի Ալասկայում ապրելուց հետո տեղափոխվում են Սիարլ, Վաշինգտոն նահանգ, որտեղ Ստիվը էլի նույն աշխատանքներ անում, իսկ Մերին երեխեքին էր պահում։ Իսկ գիշերը, երբ որ քնում էին, ինքը գնում էր դասերի, որ համալսարանը ավարտեր ու ինքն էլ աշխատանք ունենար։ 1989 թվականին 27 տարեկանում Մերին ավարտեց համալսարանը ու աշխատանքի անցավ տարրական դպրոցներից մեկում որպես երկրորդ դասարանի ուսուցիչ։ Անգլերենի դասեր էր տալիս երկրորդ դասարաններին, այսինքն երբ որ մի խումբ տեղափոխվում էր երրորդ դասարան, իրանց էլ դաս չէր տալիս։ Ինչ-որ ժամանակ հետո սկսում ա դասավանդել 6-րդ դասարանների։ 1995 թվականին 6-րդ դասարանում սովորող աշակերտների մեջ, որոնց Մերին Miss Letourneau-ն դասավանդում էր, մի տղա կար, որին դեռ երկրորդ դասարանից գիտեր։ Էլի դաս էր տվել։ Այս տղան Վիլի Ֆալաուն էր։ Երկրորդ դասարանում Մերիի աշակերտներից էր, հիմա նորից դաս էր տալիս։ Մերին միշտ հետաքրքրված է եղել արվեստով ու կրթությունը ուզում էր այդ գծով շարունակեր, բայց մտածում ա, որ մանկավարժի աշխատանքը ավելի կայուն ա ու դրա համար դառնում ա անգլերենի ուսուցչուհի, բայց երբ որ տեսնում ա Վիլիին, ասում ա, որ շատ հետաքրքիր էր, շատ տաղանդավոր էր ու արտիստիկ բնույթ ուներ։ Այդ 4 տարիների ընթացքում, որ աշակերտ ուսուցիչ կապը չկար, Մերին միշտ հետաքրքրվում էր Վիլիով, ինչ ա նկարել, ինչ ա արել, որտեղ ա, ոնց ա, մինչև որ 6-րդ դասարանում նորից սկսում ա դասավանդել։ Միշտ փորձում ա ոգևորել, որ շարունակի նկարել, որ չկորցնի Աստծոց տված շնորհքը, ճիշտ օգտագործի։ Ու այսպես սկսում ա հետևել, որ այս երեխու համար ամեն ինչ լավ լինի։ Կամ այդպես էր թվում։ Առաջին հայացքից ոչ մի տարօրինակ բան չկա։ Եթե ինչ գովելի էր ինչ-որտեղ։ Ուսուցիչը ուզում էր, որ աշակերտը ինչ-որ բանի հասնի կյանքում։ Մերիին դպրոցում բոլորը շատ էին սիրում։ Թե աշակերտները, թե այն աշակերտները, ում երբեք դաս չէր տվել, թե մյուս ուսուցիչները, թե տնօրինությունը ու անգամ ծնողները։ Բարի, սիրուն կին էր երիտասարդ, որ ինքն էլ երեխեք ուներ ու գիտեր, հասկանում էր, թե ոնց ա պետք իրանց հետ շփվել։ Վիլին սկսում ա ավելի շատ ժամանակ անցկացնել Miss Letourneau-ի դասարանում։ Դասերից հետո մնում ա ցույց ա տալիս, թե ինչ ա նկարել, լանչի ժամին էդտեղ ա մնում, իրար հետ են հաց ուտում, անընդհատ իրար հետ են լինում ու ժամանակի ընթացքում բնականաբար այս երեխան սկսում ա կապվել Մերիի հետ։ Ինքը իր էմոցիաներն ու զգացմունքները չի հասկանում, չի կարողանում ճիշտ ընկալել, որովհետև ընդամենը երեխա է։ Գնում ընկերներին ասում ա, որ սիրահարվել է ուսուցչուհուն ու $20 վրա գրազ են գալիս, որ ինքն էլ Վիլին ա սիրահարվելու։ Այս ընթացքում Մերին անընդհատ զբաղված էր երեխեքով, աշխատանքով ու ամուսնու հետ կռվելով։ Սիրելով չէին ամուսնացել ու չնայած որ 4 երեխա ունեին, երկուսն էլ իրար դավաճանում էին ու եթե անգամ կասկածում էին ինչ-որ բան, լրիվ մեկ էր։ Ես նախանձում եմ իրանց։ 1996 թվականին Մերին նորից հղիանում ա, բայց կորցնում ա երախուն։ Շարունակում են իրար հետ ապրել, որովհետև արդեն կայուն ընտանիք էին ստեղծել ու բաժանվելը թե իրանց համար էր ավելորդ խնդիրներ առաջացնելու, թե երեխեքի։ Ամռանը, քանի որ դասերն արդեն ավարտվել էին ու հաջորդ տարի Վիլին գնալու էր 7-րդ դասարան, Մերին էլ դաս չէր տալու, բայց ուրիշ բան են մտածում։ Այս քաղաքում մի հատ համալսարան կար, որ երեխեքի համար նկարչության դասեր էր կազմակերպում։ Մերին որոշում ա, որ Վիլիին պիտի տանի այդտեղ, ինքն էլ կտանի կբերի ու քանի որ Ստիվը, Մերիի տղան, Վիլիից ընդամենը 1 տարով էր փոքր, կընկերանային, լավ ընկերներ կլինեին, իրար հետ կգնային նկարչության, ոչ մի տարօրինակ բան չկա։ Ինչի՞ ա Մերին այս որոշումները կայացնում Վիլիի համար, որովհետև տղայի հայրը չգիտենք որտեղ ա, իսկ մայրը տեղափոխվել էր ուրիշ քաղաք աշխատելու։ Տղան հիմնականում լինում էր տարբեր բարեկամների հետ, ժամանակավոր, երբեմն էլ լրիվ մենակ էր մնում։ Երբ որ Մերին սկսում ա Վիլիի մասին հոգ տանել, բոլորը մտածում են, տեսեք ինչքան բարի, լավ ուսուցիչ ա։ Էդ իր աշխատանքի մեջ բացարձակ չի մտնում, բայց տեսեք ինչքան բան ա անում այս տղայի համար։ Վիլին ու Ստիվն էլ ընկերանում են ու ոչ ոքի համար տարօրինակ չէր, որ երբեմն գնում էր իրանց տուն ու գիշերն այնտեղ անցկացնում։ Չնայած որ մինչև դա դեռ ժամանակ, երբ դասերը չէին ավարտվել, որոշ ուսուցիչներ ու տարիքով ավելի մեծ աշակերտները նկատել էին, որ իրանք ավելի շատ նման էին սիրահարված դեռահասների, քան ուսուցչուհու ու աշակերտի։ Մերին արդեն շատ վաղուց դեռահաս չէր, իսկ Վիլին դեռ չէր հասցրել դառնալ։ Այսպես ամռան մի օր, երբ Վիլին մնում էր Մերիի տանը,
ուսուցիչ աշակերտ հարաբերությունները դառնում են սեռական, ինչը համարվում է սեռական բռնություն, որովհետև կողմերից մեկը անչափահաս էր։ Իրականում չգիտենք դա երբ է սկսվել, բայց մի օր հունիսի 18-ին գիշերը ժամը 1-ին ոստիկանները նկատում են, որ մի հատ մեքենա է կանգնած ու հետևի նստարանից ինչ-որ մեկը փորձում է արագ առաջ գալ։ Մտածում են, որ օգնության կարիք ունի, միգուցե կին էր ամեն դեպքում։ Մոտենում են, տեսնում Մերիին, ասում են, որ ամեն ինչ նորմալ է, օգնության կարիք չունի։ Հետևի նստարանն են ստուգում ու գտնում Վիլիին, որ չգիտես ինչի ձևացնում էր, որ քնած էր։ Մերիի հագը մի հատ վերնաշապիկից բացի ոչ մի բան չկար։ Իսկ Վիլին տարիքով բավականին փոքր էր երևում։ Երևում որն է փոքր էր, բայց Մերին ասում է, որ տղան 18 տարեկան է։ Ասում է մենք ընտանիքներով մոտ ենք, մեկ-մեկ գալիս է մեր տանն է մնում, ես ու ամուսինս վիճեցինք ու ոչ մի հյուրի դուր չի գալիս, որ նման բանի ականատես է լինում, նեղվել էր մի քիչ դուրս է եկել, ես էլ գնացել էի գտնելու։ Վիլին ինքն էլ ասում է, որ 18 տարեկան է, ինչին ոստիկանները իհարկե չեն հավատում։ Անունն են հարցնում, երկուսն էլ կեղծ անուններ են տալիս, ինչը ճշտելը վայրկյանների հարց է։ Տանում են ոստիկանության բաժանմունք ու այնտեղից արդեն ավելի շատ ինֆորմացիա են գտնում։ Զանգում են Վիլիի մորը ու ասում, որ գտել են ըստ չափահաս կնոջ հետ, բայց չեն ասում, թե ինչ պայմաններում ու չեն ասում, որ ստել են։ Վիլիի մայրը իմանալով, որ Սկինը իր տղայի ամենամոտ ընկերներից մեկի մայրն էր ու նաև դպրոցում ամենասիրված ու հարգված ուսուցչուհին, ասում է ես վստահում եմ իրան, տարօրինակ ոչ մի բան չկա հաստատ։ Թողեք թող գնան։ Այսպես բաց են թողնում, շարունակում են շփվել, երբեք ոչ ոք չի իմանում, որ իրանց տարել են ոստիկանություն ու ուսումնական տարին նորից սկսվում է սովորականի պես։ Սեպտեմբերին Մերին հայտարարում է, որ նորից երեխայի է սպասում, ինչը ամուսնու համար տարօրինակ էր, որովհետև առանձին սենյակներում էին քնում, իրար հետ կարելի ասել կապ չունեին, բայց համ էլ չէր հասկանում ինչա կատարվում, մինչև փետրվարին ամեն ինչ պարզ դարձավ։ Ստիվը սիրային նամակներ էր գտել, որ գրված էին կնոջ կողմից, բայց ուղղված էին ոչ թե իրան կամ ուրիշ ինչ-որ տղամարդու, այլ Վիլիին։ Ու այդ տղային լավ էր ճանաչում, որովհետև իրանց տանը շատ հաճախ էր լինում։ Ստիվը կնոջը ասում է, որ գտել է նամակները, կարդացել է, գիտի, որ այդ երեխու հայրը ոչ թե ինքն է, այլ էս արդեն 13 տարեկան տղան, բայց ամուսնալուծությունը տարբերակ չի, ոստիկանություն դիմելը տարբերակ չի, հղիությունը, որ արդեն 6-7 ամսական էր, պիտի դադարեցվի։ Մերին հրաժարվում է, նորից սկսում են վիճել, Ստիվը գնում է ու սկսում բարեկամների հետ կիսվել այս խնդիրներով ու արդեն մարտ ամսին բարեկամուհիներից մեկը, որ իմանում է դրա մասին, հենց որ իմանում է, որ այդ երեխու իրական հայրը 13 տարեկան է, միանգամից գնում է ոստիկանություն։ Այդ ընթացքում ամուսինը արդեն ամուսնալուծության հայտ էր ներկայացրել, ինչը հետագայում հաստատվեց ու պաշտոնապես բաժանվեցին, բայց Մերին մինչև կյանքի վերջը կրում է ամուսնու ազգանունը։ Մերի ու Վիլիի աղջիկը Օջրին ծնվեց 1997 թվականի մայիսի 29-ին։ Ծննդաբերելուց շատ չանցած դատավարությունը սկսվեց։ Մեղադրող կողմը պայքարում էր 6.5 տարվա ազատազրկման համար, ինչը նման հանցագործության համար ամենաերկար հնարավոր պատիժն է, ինչը իմ կարծիքով աննորմալ քիչ է։ Մերի Լաթորնոն մեղադրվում էր անչափահասին երկրորդ աստիճանի սեռական բռնության ենթարկելու 2 կետով ու 6.5 տարին դրա համար ոչ մի բան է, բայց իրականում ամեն ինչ ավելի վատ էր։ Եթե ստորագրեր մեղադրանքը ճանաչելու համաձայնագիրը ու չփորձեր արդարանալ, պատիժը կրճատվում էր մինչև 6 ամիս։ Գումարած 3 տարի ազատվելուց հետո համարվելու էր սեռական հանցագործ ու անչափահասների հետ կապ ունենալու իրավունք չէր ունենալու։ Իհարկե պատիժը շատ մեղմ է, բայց Մերիի համար դա ավելի ձեռնտու կլիներ, հաշվի առնելով, որ ամեն ինչ արդեն բացահայտված էր, բայց ինքը չի ընդունում մեղքը, որովհետև վստահ էր, որ սխալ ոչ մի բան չի արել։ Իր լոգիկայով, քանի որ Վիլին տղա էր, կատարվածը սեռական բռնություն չպիտի համարվի։ Այդ նախադասությունը ասելուց հետո ուզում եմ գնամ մոստից գցվեմ։ Ամա չգիտեր, որ օրենքով արգելված է, որ նախ առաջին հերթին ինչքանով է նորմալ, որ չափահաս կրթված մանկավարժը չգիտի մարդու տարական իրավունքները։ 4 երեխաների մայրը, որին ուրիշ ծնողներ իրանց երեխեքի ապագան են վստահում, չգիտի, որ 13 տարեկանում երեխա ունենալը նորմալ չի։ Հետո եթե իրոք չգիտեր, որ օրինական չի, ինչեր ոստիկաններին ստել ու ասել, որ տղան 18 տարեկան է։ Ասում էր, որ իրանց հարաբերություններում դոմինանտը գլխավորը Վիլին էր։ Անընդհատ ինքն էր քայլեր անում։ Տիկին ֆու Այս տղան տաղանդավոր էր, բայց լավ չէր սովորում ու Մերին մտածում է, որ ոգևորելու համար, որ լավ սովորի, ամենալավ տարբերակը այն կլինի, որ առաջարկի յուրաքանչյուր ճիշտ պատասխանած հարցի համար քննությունների ժամանակ կհանի հագուստի 1 կտոր։ Իրան միտքն էր, ոչ թե երեխու։ Փաստաբանը ինչ-որ ձև կարողանում է համոզել, որ ստորագրի համաձայնագիրը ու
Մերի Լաթորնոն ավելի քան 100 լրագրողների աչքի առաջ ընդունում է մեղքը ու դատապարտվում 6 ամսվա ազատազրկման։ 1998 թվականի հունվարին բանտից ազատվելուց հետո 3 տարով զրկվեց իր երեխեքի խնամակալությունից, մանկավարժի կոչումից ու անչափահասների հետ կոնտակտ ունենալուց։ Վիլիի հետ կապը արգելվել էր ցմահ, բայց կալանավայրից դուրս գալուց 2 շաբաթ հետո Վիլիին նորից Մերիի հետ գտնում են մեքենայի մեջ։ Այս անգամ գիշերը ժամը 3-ին։ Մեքենայի մեջ մանկական կեր կար, հագուստ, Մերիի անձնագիրը Վիլին դեռ չուներ, որովհետև երկրից երբեք դուրս չէր եկել, ու նաև $6200, որ հիմա համարժեք է մոտավոր 12000 ԱՄՆ դոլարի։ Սա նշանակում է, որ հավանաբար պատրաստվում էին լքել երկիրը, տանելով նաև աղջկան, բայց քանի որ ոչ Վիլին անձնագիր ուներ, ոչ էլ Օդրին, նշանակում է, որ ապօրինի պիտի հատեին սահմանը, ինչը նորից համարվում է հանցագործություն։ Բանտից ազատվելուց 2 շաբաթ հետո Մերին նորից վերադարձավ կալանավայր ու չեք հավատա, բայց նորից հղի էր։ Դատավարությունը սկսվեց ընդամենը 3 օր հետո։ Նորից նույն դատավորն էր, որ նախորդ անգամ շատ բարի էր գտնվել, հույս ունենալով, որ իրոք զղջում էր արածների համար ու էլ երբեք չի կրկնի, բայց այս անգամ էլ չէ։ Այս անգամ մեղադրանքը նույնն էր, բայց դրան գումարվում էր նաև անչափահասի հետ կապի դուրս չգալու պայմանի խախտումը։ Արդյունքում դատապարտվում է 7.5 տարվա ազատազրկման։ 1998 թվականի հոկտեմբերի 16-ին ծնվեց Ջորջան, Վիլիի ու Մերիի երկրորդ աղջիկը։ Ծննդաբերությունից ընդամենը մի քանի ժամ հետո Ջորջային հանձնում են արդեն 14-15 տարեկան հորը, բայց քանի որ հայրը անչափահաս էր, խնամակալությունը աղջկա հանձնվում է տատիկին, Վիլիի մորը։ Ու հիմա այս կինը, որ 3 տեղ արդեն աշխատում էր ու չէր հասցնում իր սեփական երեխեքին պահեր, հիմա արդեն պիտի պահեր թոռներին, որովհետև հայրը անչափահաս էր, ինքն էլ էր երեխա, իսկ մայրը հանցագործ էր, որ դեռ երկար տարիներ բանտում էր մնալու, ինչը երևի լավ էր։ Վիլին դպրոցից դուրս է գալիս, որ կարողանա մորը ինչով հնարավոր է օգնել, բայց կյանքը շատ դժվար էր։ Այդ տարիքում դեռ մանկությունը պիտի վայելեր, բայց այնպիսի հոգսեր էին կուտակվել, որ շատ տղամարդիկ մինչև 30-ը չեն ունենում։ Դրան գումարած նաև համաշխարհային սկանդալի մեջ էր հայտնվել ու չգիտեր ինչ աներ։ Խորը դեպրեսիայի մեջ է ընկնում, սկսում է չարաշահել ալկոհոլը ու 16 տարեկանում 1999 թվականի մարտին ինքնասպանության փորձ է կատարում, բայց բարեբախտաբար կյանքը հաջողվում է փրկել։ Այս ընթացքում, երբ Մերին բանտում էր, ամեն կերպ փորձում էր Վիլիի հետ կապ հաստատել։ Նամակներ էր ուղարկում գաղտնի, խնդրում էր, որ մյուս բանտարկյալները զանգեն ու ինչ-որ բաներ փոխանցեն Վիլիին, որովհետև ինքը այս տղայի հետ խոսելու իրավունք չուներ։ Հաղորդակցության այս տարբեր ձևերի միջոցով անընդհատ ասում էր Վիլիին, որ իրանց երբեք ոչ ոք ու ոչ մի բան չի բաժանի, իրանք միշտ իրար հետ են լինելու, ամուսնանալու են ու իրանց երեխեքի հետ երջանիկ ապրեն, հենց որ բանտից դուրս գա։ 2004 թվականի օգոստոսի 4-ին Մերին վերջնականապես դուրս եկավ բանտից, բայց ցմահ գրանցվեց որպես երկրորդ աստիճանի սեռական հանցագործ։ Դուրս գալու նույն օրը Վիլին գնաց ոստիկանություն ու խնդրեց չեղարկել են հրամանը, ըստ որի Մերին իրավունք չուներ իր հետ կապի դուրս գալու, ու քանի որ արդեն 21 տարեկան էր, հաստատեցին։ Հետո միանգամից զանգեց Մերիին, հանդիպեցին ու այդ օրվանից սկսած անընդհատ հարցազրույցների էին գնում, գրքեր են գրել իրանց արգելված սիրո մասին, ու այս հանցագործությունը, ըստ տղայի կործանված կյանքը սկսում են մոնետիզացնել, սկսում են դրանով փող աշխատել։ 2005 թվականի մայիսի 20-ին 21 տարեկան Վիլին ու արդեն 42 տարեկան Մերին ամուսնացան։ Հարսանիքը նկարահանվել էր ու տեսագրության իրավունքները վաճառեցին մի հատ հեռուստաընկերության 750,000 ԱՄՆ դոլարով։ Հարցազրույցների ժամանակ Մերին միշտ ասում էր, տեսեք, մենք ամուսնացել ենք, մենք սիրում ենք իրար, ու այդ նշանակում է, որ ես ոչ թե հետաքրքրված եմ անչափահասներով, այլ կոնկրետ Վիլիով։ Եթե Վիլին անչափահաս էր, դա քեզ հանցագործ է դարձնում։ 2017 թվականի մայիսի 7-ին 12 տարվա ամուսնությունից հետո Վիլին ամուսնալուծության հայտ ներկայացրեց, որովհետև հասկանում էր, որ կատարվածը սխալ էր ու Մերին իրան դեռ 8 տարեկանից հոգեբանական բռնության էր ենթարկել։ Բայց այդ նույն ժամանակահատվածում Մերիի մոտ ախտորոշում են կոլորեկտալ, այլ կերպ ասած հաստուղ ու քաղցկեղ, ու Վիլին վերադառնում է տուն, որ խնամի կնոջը։ Մերին փաստաբանական ընկերությունում օգնական էր, իսկ Վիլին խանութում էր աշխատում։ Ասում էին, որ երկուսն էլ գիտեին, թե մարդիկ իրանց մասին ինչ էին մտածում, բայց իրանց այդ չէր հուզում, երբեք էլ չէր հուզել։ Հիմա արդեն չափահաս մարդիկ էին, որ իրանց կյանքով էին ապրում։ Բանտից դուրս գալուց հետո առաջին հարցազրույցի ժամանակ Մերին ասում է, որ իրանց հարաբերությունների ամենասիրուն
մասը այս փուլում այնա, որ այդ ոչ մեկի գործը չի։ Մերիլը Թորնոն մահացավ 2020 թվականի հուլիսի 6-ին, ունեցվածքի մեծ մասը թողնելով Վիլին, չնայած որ 6 երեխա ուներ։ Շատ դեպքեր են եղել, որ ուսուցիչն ու աշակերտը մտնում են տևական սեռական հարաբերությունների մեջ, հատկապես վերջին ժամանակներում չգիտես ինչի, բայց երբ որ բռնվում են, ընդունում են մեղքը։ Հասկանում են, որ սխալ բան են արել ու այլ երբեք չեն կրկնում, որովհետև տեսնում են, թե ինչ հետևանքներ կարող է ունենալ։ Բայց ոչ Մերին։ Ինքը պիտի ամուսնանար այս երեխու հետ։ Այդ տարիներին 90-ական թվականներին նման հանցագործություններ, որ կատարվել էին կանանց կողմից, շատ չկային, դրա համար այս դեպքը հայտնվում է բոլորի ուշադրության կենտրոնում։ Հիմա էլ մարդիկ դեռ չեն մոռացել դրա մասին ու չնայած որ ցավոք սրտի ավելի շատ են տեղի ունենում սեռական հանցագործություններ, սա երևի թե դեռ համարվում է ամենասկանդալայինը ու հուսամ այդպես էլ կմնա։ Ուշադիր եղեք, որովհետև ոչ մի տեղ ու ոչ ոք էլ ապահով չի։ Մեզ մնում է միայն տեղեկացված լինել ու կարողանալ տարբերակել մարդկանց լավ ու վատ մտադրությունները։ Կհանդիպենք հաջորդ շաբաթ։ Գնացինք, բայ։